Ունեմ վիճակագրություն դեկտեմբերի 31-1-2, հա, հիմնական այդ օրը չէ, ձյունը եկավ։ Իրականում բոլոր կանչերը ի համեմատ եւ նախորդ տարվա եւ բոլոր նախորդ տարիների այս տարի բավականին քիչ ա եղել կանչերը։ Արդեն դեկտեմբերի վերջին օրերից մենք հիմնականում ունենում էինք 1000 եւ ավել կանչ, 1100, 1200, այս տարի տենց 800-ից 900-ի միջակայքում է, կանչերը նվազել է։ Սառույցի հետ կապված էլ իզարմանս բոլորի ասեմ, որ իրականում էլի ի համեմատ նախորդ տարիների սենց օրերի դեպքում ավելի քիչ ա եղել դեպքերը։ Որտեղ ինքը նախ տեղումները աննախադեպ էր, ինքնին երևում է, բայց որպես այդպիսին շտապ օգնության միջոցով նախնական ախտորոշումով կոտրվածք ունեցել ենք 16 վնասվածքի կանչ, որից 14-ն է ավարտվել հոսպիտալացմամբ։ Դա ընդհանուր քանի օրվա ցուցանիշն է։ Դեկտեմբերի 31-1-2։ Դրանից հետո չկա 3-4։ Դրանից հետո ինքը քանակը արդեն քչացել էր, մի քանի հատ էր։ Հա, պատկերացիք, դա ասի, որ նույնիսկ այդ վիճակագրությունը էլ պետք է չի տանում, որովհետև մենք սենց տենց ամեն օր ունենում ենք նման դեպքեր։ Ես այս ինչը որ կա այդ հիմնական թիրախը հանեցի այդ 1-2 այդ սառույցի դեպքերը, որ երբ որ բրիգադը ժամանել է, տենց տարածքում ինչ որ սառցակալած է եղել, հա, ինչ որ տենց որոշակի կապվածություն է եղել սառույցի ձյան տեղումների հետ, էլի։ Իսկ հետո արդեն 3-ին 4-ին ինքը քանակը էլ ավելի իջավ, մի քանի հատ էր արդեն, այդ արդեն էլ չեմ առանձնացրել։ Բավականին էական շեղում, էական տարբերություն կա, ոնց որ նշեցի, եւ կանչերի քանակի նվազման, եւ այս սառույցի հետևանքով կոտրվածների կանչերի հետ կապված։ Իսկ լուրջ վնասվածքներ ստացողներ եղել են, ինչ կարգի վնասվածքներ։ Որևէ դեպք չեմ իմացել այս նշվածներից, որ լինի, որ կյանքի հետ անհամատեղել ինչ-որ վնասված ստացած լինի։ Ինչպես նշեցի, 16 կանչ եղել, որից 14-ն է գնացել հոսպիտալացման, այսինքն այն երկուսը հրաժարվել են։ Նախնական մեր դրած ախտորոշումներով, մեր շտապօգնության բոլոր ախտորոշումները նախնական է, որովհետև չունենք այն գործիքակազմը, որ լրիվ ախտորոշ ենք տեղում։ Նախնական կոտրվածներ ա եղել, չգիտեմ, բասկոսկրի, նախաբասկի, հա, տարբեր կոտրվածներ ա եղել, բայց որպես այդպեսին տենց կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ինչ-որ չենք ունեցել։ Իսկ տարիքային առումով այդ 14 դեպքը, որ ասացիք հոսպիտալացման, ինչ տարիքի են հիմնականում։ Տարբեր տարիքային խմբերն են եղել, տարբեր տարիքային։ Տարբեր բկներ տեղափոխվել ըստ մոտակայունության, որտեղ կա վնասվածքաբանություն, որտեղ կա ռեանիմացիա, ու տարբեր տարիքային խմբերի։ Բնականը 18 եւ բարձր էլի։ Իսկ վարչական շրջանների մասով, այսինքն առանձնացվածություն չունեք։ Նայեք, մենք ունենք 7 ենթակայան Երևանում, որպես այդպեսին, բայց բացարձակ տարբերություն, եթե մի ասենք օրինակ Կոմիտասում ունենք 6-7 մեքենա, հա, եթե ասենք այդ պայն հիմա 10 կանչ, Դավթաշենից բանա մեքենա է գալիս, տենց չունենք էլի առանձնացված, որ տենց այսինչ վարչական շրջան, այնից վարչական շրջան, տենց վիճակագրություն չեն կարել։ Հետո իրականում ինքը, որ իրականում շատ քիչ էր այդ կանչերը եւ կանչերի քանակը եւ այս դե մենք ավելի օրինակ ես ավելի շատ էի սպասում։ Ասենք քանակ էինք ավելացրել բրիգադների, որ նոր տարվա օրերին բան ոնց որ ստացվեց որ անիմաստ, որտեղ իրականում կանչերի քանակը իջած է, այս սառույցի հետ կապված էլ ավելի զգոնություն էինք, մտածում էինք շատ, չգիտեմ, 50-60 դեպք կլինի, բայց կտրուկ այդ քանակը դες արդեն բան էր էլի, տենց մեր համար էլ շատ լավ էր էլի։